Սրդանց փառք տանք մեր Աստծուն ժողովուրդ։ Շնորհակալ ենք Աստծուց իր ողորմությունների համար, չէ՞ ժողովուրդ, որ այսօր էլ Աստված հնարավորություն տվեց, այսօր էլ լսենք Աստծո խոսքը։ Ես այսպես կմտածեմ, ով որ աղոթքով եկել է, մի բան պետք է առներ ժողովուրդ։ Չգիտեմ ինչի կուզեմ Տիրոջ ողորմությունով նայենք համար Մատթեոս ավետարան 18-րդ գլխի մեջ այստեղ հիմնականում կենտրոնացված միտքը ներել։ Ես պես հարց կուտամ, ինչի համար ես պիտի ներեմ։ Եղբայրս ինձ դեմ բան է, պրոբլեմ ունի, ինչի համար պիտի ներեմ։ Չէ՞ որ երբ որ նայենք Աստվածաշնչի մեջ, Աստծո խոսքի մեջ ոչ մի խոսք եւ ոչ մի Տիրոջ արտահայտություն հենց այնպես չէ։ Երբ որ նայեք այս համարների մեջ, ժամանակը առաջ էր, ես ինձի համար միտք կառնեի։ Դուք լսել եք երկու պարտապանների առագը, ասում է մեկը մյուսին պարտքեր 100 տարեկան, իսկ այն ազնվորությունը իր Տիրոջը պարտքեր 10,000 տաղանդ։ Հետաքրքիր է, կուզեմ կարդալ այդ տեղը։ Ուրեմն Մատթեոս ավետարան 18-րդ գլուխ։ Ուրեմն կարդամ 21 խոսքից։ Այն ժամանակ Պետրոսը նրան մոտ գալով ասաց. «Տեր, քանի անգամ եթե եղբայրս ինձ դեմ մեղք կնե պիտի ներեմ, մինչև 7 անգամ»։ Հիսուսը նրան ասեց. «Չեմ ասում թե 7 անգամ, այլ 70 անգամ 7»։ Սրա համար երկնքի արքայություն նմանվեցավ մի թագավոր մարդի, որ ուզեց իր ծառաների հետ հաշիվ տեսնել։ Երբ որ սկսեց հաշիվ անել, նրան մոտ մարդ բերեցին, որ ուներ 10,000 տաղանդ պարտք, բայց որովհետև չուներ վճարելու, նրան Տերը հրամայեց, որ նրա կինն ու որդին եւ ամեն ինչ, որ ուներ, ծախվի եւ պարտքը վճարվի։ Եվ ծառան իր երեսի վրա ընկավ, երկրպագում էր նրան ու ասում. «Տեր, համբերիր ինձ, որովհետև բոլորը պիտի հատուցանեմ»։ Եվ Տերը գտած նրան, եւ ծառային արձակեց եւ պարտքն էլ շնորհեց։ Ահա, ես ուրեմն խորացել եմ այս թվերի վրա 10,000 տաղանդ։ Հետաքրքիր է, գիտեք ժողովուրդ, ասում է ես բոլորը կվճարեմ։ Մենք գիտենք, չէ՞, նորից գրված է Մատթեոս ավետարանի մեջ, այն ժամանակվա հրյա ժողովրդի աշխատանքը, աշխատավարձը օրական մեծ ահեգան էր։ Այդպես չէ։ Ինչի համար օրինակը բերեց Տերը 10,000 տաղանդ։ Ըստ ձեզի 10,000 տաղանդեն մարդը կրար աշխատեր։ Ես հաշվել եմ 10,000 տաղանդ աշխատելու համար այդ մարդուն պետք էր, գիտեք ինչքան տարի աշխատել։ 5 միլիոն 232,115 տարի։ Այսինքն Տերը ներկայացրեց մեկ բան, ով մարդ դու չես գրադիկ աշխատել։ Դա հավասար էր 427 տոննա ոսկու։ Այսինքն մարդ արարած, դու ի վիճակի չես էդիկ աշխատելու, բայց ես քեզի շնորհեցի։ Իսկ ասում է ինքը գնաց դուրսը եւ տեսավ մի հատ անձնավորություն, որ պարտք էր ընդամենը 100 տարեկան, այսինքն 100 օրվա աշխատանք։ Ու ինքը կվճարեր ժողովուրդ։ Հետաքրքիր է, մարդը ինչի համար չի կգնա ինչ որտեղ ները իր անգերոջը։ Որովհետև տեսեք, այստեղ չդեմ ուշադրություն դարձրեցիք, ասում է ներե եւ ես եդիկ կաշխատեմ կուտամ քեզի։ Այսինքն երբ որ մարդը կհեռանա Աստծուց, ինքը չի պատկերացրի ինքը շատ ժամանակ ինչ կխոսա։ Դու գրաս եդիկ աշխատել, առանց Աստծու դու ի վիճակի ես եդիկ աշխատել եւ պարտքը տալ ժողովուրդ։ Հետաքրքիր է մի գանք մեր օրերում մարդկային հարաբերությունների ժամանակ մենք կհիշենք, որ մենք Աստծուն պարտք ենք 10,000 տաղանդ։ Ես պես կմտածեմ, միշտ որ խոսամ, այս համարները միշտ իմ միտքս կմնա, եթե քու եղբորդ կամ քրոջ դեմ բան ունիս, դու լավ հիշիր։
դու Աստծուն պարտքես 10,000 տաղան, դու ինքը քեզի շնորհել է։ Ինչ կանել, ինչ հանցանքել գուզե երազերնի աղբերդ կամ քուրդ քու կյանքի մեջ, քու այդ պահականների մեջ, դու լավ հիշե 100 տարեկանից ավել չէ։ Ու ինքը Աստծո ողորմությամբ կրնատա այդ պարտքը, ժողովուրդ, այս օրինակները կհասկանանք մենք։ Տերը այդ օրինակները կբերեր մեկ պարզ պատճառով, որ մարդը իր հույսը միմիայն դնե Աստծո վրա։ Եթե մարդը իր հույսը կդնե իր վրա, ժողովուրդ, մարդը կգնի Աստծո ընդհանուր օրհնությունից եւ ինքը կտեսնի, որ ես կրամ տամ։ Դու արդյոք այդ բանը կրաստաս։ Ժողովուրդ, մի հատ հետաքրքիր դեպք էլ գիտենք, նաեւ Ղուկաս ավետարանի մեջ Զաքեոսին կհիշեք։ Ես կուզեմ այս բանապարականը պատմեմ ու պես աղոթքով գանք Աստծո առաջ։ Գիտեք, երբ որ Զաքեոսը տեսավ Տիրոջը, ինքը իրոք շատ ցանկացավ Տիրոջը տեսնել։ Եվ երբ որ հանդիպավ Տիրոջ հետ, գիտեք ինչ ասեց ժողովուրդ։ Ասեց. «Տեր, ում որ հարստահարել եմ, քարապատիկ կդամ։ Իմ հարստությանս կեսն էլ կդամ աղքատներին»։ Այսինքն մենք դες կարտացել ու անցել ենք առաջ, բայց հետաքրքիր է, մենք խորացել ենք բարերի մեջ։ Տեր, իմ հարստությանս կեսը կուտամ աղքատներին, իսկ ում որ հարստահարել եմ քարապատիկ կդամ։ Հարց. կարող էր Զաքեոս իր ասածի տեղ եղնել։ Այն ժամանակ առաջի դարում հռոմեական կայսրությունը երբ որ աշխատանքին կվերցներ ոչ հռոմեացի քաղաքացիների, ինքը աշխատավարձ չէր տա, ժողովուրդ։ Աշխատավարձը կգոհանար այն փողերից, որոնցից որ Զաքեոսը հաշտ կվերցներ։ Հիմա տեսեք։ Զաքեոսը դե բնականաբար իր ամբողջ կարողությունը ինքը ձեռք էր բերել թալանելով, չէ՞։ Մեկ խոսքի պարտքեր եղել պետությանը 100 տարեկան, խոսքի ինքը վերցրել էր 1000։ Հիմա տեսեք, ինչ կսես անձնավորությունը։ Ասում է հարստությանս կեսը կուտամ աղքատներին։ Այսինքն, եթե դու ունես 1 միլիոն տարեկան, ես ինչի համար թվային տվյալներով գուզեմ, որ մենք հասկանանք, Աստված շատ ժամանակ իմ ու քու խոսքերին չի նայ, Աստված նայ իմ ու քու սրտին։ Ինքը չսեց Զաքեոս, դու կյանքում այդ քուսածի տերը չես եղնի, պարզ պատճառաբանությամբ։ Խոսքի ինքը ուներ 1 միլիոն տարեկան, ժողովուրդ ջան, հմ տեսեք, կեսը կուտամ աղքատներին, դարավ 500,000։ Այդ 500,000 ասում է, ում որ զրկել եմ, քարապատիկ կդամ, լավ, ենթադրեմ դու 100 հոգու զրկել ես եւ դրանից առաջացել է 500,000-ը, դու ո՞նց քարապատիկ կդաս։ Դա պրակտիկի անհնարին է, բայց դեր այդ Զաքեոս այդ ինչ կխոսաս։ Ինքը նայեց այդ մարդու սիրտը կապված չէր արդեն փողին, ժողովուրդ։ Այդ մարդը իրոք սրտանց գներեր, այդ մարդը իրոք սրտանց ներողություն խնդրեր այն մարդկանց, որոնց ինքը հարստահարել է, ժողովուրդ։ Այսինքն այս մարդու սիրտն էր փոխվել, ժողովուրդ ջան։ Այս մարդու էությունը երբ որ տեսավ Հիսուսը ասեց, ես կուզեմ տեսնել։ Ու գիտեք ինչ, ժողովուրդ, ինքը պատահական մարդ չէր հերության մեջ։ Ինքը պատահական չէր, բայց ինքը ամոթ սեփեց Հիսուսին տեսնելու համար կատարել գործեր, որ սովորական հնարավոր սովորական հերային էլ ամոթ եղներ, ժողովուրդ։ Այսինքն երբ որ մարդու ներսը կբացվի Աստծո ողեղնելը, ժողովուրդ, ինքը հնարավոր ինչ-որ մի բան կատարե, բայց մեկ բանի համար միայն տեսնե Հիսուսին, ժողովուրդ։ Այսինքն այս անձնավորությունը իր հոգու աշխարհում մեծ զղջում էր ապրել, ժողովուրդ, որ ինքը մարդկանց այսքան թալանե ու այսքան բաներ էր, ժողովուրդ։ Հետաքրքիր է, ես ու դու հաստանք մեզի, մենք արդյոք մարդկային հարաբերությունների ժամանակ եւ Աստված թույլ կուտա, որբիսի քո ընկերդ կամ աղբորդ վեր կենա քո դեմ ինչ-որ խոսքով, դու արդյոք այդ մարդուն սրտանց ներեք կամ սիրես ժողովուրդ։ Գիտեք ինչ, այստեղ մի հատ հետաքրքիր բան է, չէ՞ Պետրոս ասում է. Տեր, 7 անգամ ներեմ։ Եվ Տերը ասեց, չէ, 70 անգամ 7։ Դուք գիտեք, այս խոսքը լոկ թվերի մասին է, 7 կամ 70 անգամ 7։ Ես լսել եմ քարոզներ խոսքեր, որ ասել են 490 անգամ ներես աղբորդ, բավական է, այսպես ասած, հետևելով այս խոսքին, բայց դա այդպես չէ։ Մի տեսեք, այսինքն
Աստված ուզեց ներկայացնել Պետրոսին, Պետրոս, եղբայրդ ով էլ գուզերնի հնարավոր չէ, որ այդ կան քու դեմ մեղանչե, բայց եթե մեղանչել, դու պարտավոր ես ներելու։ Բայց ինչի համար շատ ժամանակ ժողովուրդ ջան, այս հարցը մենք կմոռանանք։ Այս ներման հարցը, այս մարդկային փոխհարաբերությունների ժամանակ մենք շատ ժամանակ կմոռանանք ներել։ Դու գիտեք, ներելը դա լոկ խոսք չէ, ժողովուրդ։ Ներելը դա քայլ է։ Ներելը դա գործ է։ Հնարավոր է իրոք լսել ենք, չէ, շատ մարդկանցից կներեմ, բայց հետագայում տեսնես որ իրոք մարդկային գործունեությունը կուտա այն բանի, որ այդ մարդը չի ներե։ Ներել նշանակում է մոռանալ ամեն ինչ, ժողովուրդ։ Եվ գիտեք ինչ, անօրենը շատ ժամանակ մարդկանց միտք կուտա, եւ հետագայում էլ այդպես էլ կենի, երբ որ մարդը կսկսեն նորից էլի կոնֆլիկտ ունենալ տվյալ անձնավորության մեջ, բա որ ես ներել եմ, բա ինչի նորից կհիշեմ 4-5 տարվա պատմությունը, ժողովուրդ։ Ներելը դա է կոչվում։ Միկա մարգարեության մեջ կա համար 7-րդ գլուխ 19-20 խոսքերը։ Ասում է Տերը մեր բոլորիս հանցանքները ուր է գցե։ Ասում է ծովի անդունդը։ Այնտեղից այդ մեղքերը վերադարձնել չկա։ Այնտեղից այդ մեղքերը ետ գալ չկա, բայց շատ ժամանակ կներեք ուղղակի միտքն է։ Շատ ժամանակ մենք մեր աղբերների քրոջ մեղքերը մեր կողքի սենյակը կտանենք։ Որ այնտեղից հանելը շատ հեշտ է։ Մի հատ խնդրեմ, կերտա մանգու կամ թերթերից ահաց։ Այս աղբերը կհիշես 5 տարի առաջ, բայց անդունդից դու մեղ չես կնա հետ տանը, ժողովուրդ։ Իսկ մենք շատ ժամանակ կողքի սենյակը տանենք։ Չգիտեմ այս հարցերը ինչի համար ուղղակի այսպես մեր մոտ եմ շատ ժամանակ այս բանը վրա խոսացել։ Եթե Աստծո ողորմությունը չգա մեր վրա, ժողովուրդ, մենք լոկ բարերով կներենք։ Բայց երբ որ Աստծո օրհնությունը գուկա հասկանաս, ես պիտի առաջինը հասկանամ, որ ես եմ Աստծուն պարտ, ժողովուրդ, չներող մարդը չի կրա հասկանա, որ ինքն է Աստծուն պարտ 10,000 տաղանդ։ Կուզեմ ես ուղղակի ցանկացած բնակարանում, երբ որ ինչ-որ խնդրեմ կեղնի, մենք հիշենք, ես պես կմտածեմ, եթե ես սրտով ու հոգով հիշեմ, որ ես Աստծուն պարտք եմ 10,000 տաղանդ, երբեք իմ ոչ մի աղբոր կամ քրոջ 100 դարեկանի պահանջ չեմ ներկայացնել։ Ուղղակի անձնավորությունը շատ ժամանակ կմոռանա, ինքը ով է Աստծո առաջ, ինքը թագավորի առաջ պարտք է, ժողովուրդ։ Բա որ թագավորը մեզնից ուզենա այդ պարտքը։ Ու գիտեք ինչ է գրված, ասում է ծառայագիստները շատ նեղվան, գնացին պատմեցին իրանց տիրոջը։ Ուսին այսպես բան։ Ու այս մի բանը կուզեմ սեմ ու աղոտ գնենք։ Գիտեք ինչ, այս ծառան նաև չհետևեց տրամադրության կանոնին։ Այսպես մի հատ խոսակցություն կա հայոց բանի մեջ, ասում է տրամադրության կանոն, գիտեք դա որն է։ Երբ որ քեզի մեջ շնորհ կենեն, դու ուրախությունից կրասներես այն մարդկանց, որոնք քեզի շատ փոքր բաներ են ելել։ Ասած պատկերացրեք, ես կհիշեմ մեր գյուղում, այսպես մի հատ էդի ուղղակի կպատմեն էլի, այստեղ կարելի է մեջ բերել։ Ուրեմն մեկին պատկեր են կոմունիստական բանի ժամանակ 100 մանետ, այս խեղճը չի գտնա տա էլի։ Կարմատ կսե ախր ինչ եմ, հարևանս 100 մանետ եմ պարտք, 100 մանետ եմ պարտք, այնպես կենոր, պես որ խորատա կենեն, այս ով որ պարտք է, կիմանա որ հարևանը լադայրա է առե։ Կերտա կսե աղբեր կսե, Աստվածորդ է կսե լավ ես եղալ, բայց կսե մի հատ բան էլի կսե, ես կուզեմ քու պարտքը տամ, բայց կսե այսպես մի հատ բան, եթե հանկարծ ավտոս չայես, ինչ կենես։ Դու կսե կուրախանդ է, ով բան չեն է։ Կսե դու գշայես, գնա դու գշայես։ Այնպես կենոր այս մարդը կերտ այդ ավտոն գշայ է, որ քանդիմին կսե լսե, քուսածով ես այդ ավտոն շայեցի, չգիտեմ ինչի Աստված իմ սրտին դրել, ինչ որ Աստված այդ 9000 մանետը տվել է, 100 մանետը քեզի փեշկեշնցի պետք չէ 100 մանետը։ Ես հարց կուտամ, բա այդ ծառան չհիշեց որ Աստված իրան ինչ շնորհեց ժողովուրդ։ Այսինքն ինքը մեկ բան գիտեր, պարտք է իդիմ աղբեն ու վերջ, ու սատանան փակել էր իր աշկերը ժողովուրդ, որ հիշե ով մարդ, դու հիշե, ես պես կմտածեմ,
ցանկացած անznավորությունով քրոջն ու աղբորը մի հանցանք չի ներե, այդ մարդը չի հասկացել 10,000 տաղանդի գինը։ Լավ հիշեք, ես ու դու Աստծուն պարտք ենք 10,000 տաղանդ։ Ու դրա համար էլ անհնարին որ դու Աստծուն վերադարձնես։ Այս օրինակները հենց այնպես չեն, ժողովուրդ ջան։ Այս օրինակները նրա համար են, որ մենք ամեն բնակավարում, թե խնդիրների, թե դժվարությունների ժամանակ միշտ կանք Աստծո առաջ, Տեր, ես այս պարտքը չեմ կրատա։ Եթե դու ինձ չօգնես, այս պարտքը ես չեմ կրատա։ Խնդրեմ դու ինձ ուժ ու կարողություն տուր, որպեսզի ես կարողանամ այս բանը կատարեմ։ Հիմա կուզենք մատ աղոտ կնել ուսենք Տեր։ Օգնիր ամեն ժամանակ հիշեմ, ես չգիտեմ ես վերջերս այսօր միշտ աղոտ կնեմ, ես կհիշեմ Տեր, ես հաստատ գիտեմ, ես քեզի միշտ 10,000 տաղանդ պարտք եմ։ Այս բանոր ես հիշեմ իմ էության մեջ ու հիշեմ, որ դրա համար ես ավելի քան 5 միլիոն տարի պիտի աշխատեմ, 5 միլիոն տարի։ Ես երբեք 100 տարեկանի համար նույնիսկ ամոթ էլ կնեմ իմ քրոջն ու աղբորը, բսած արարգուեն էլ 100 տարեկանի համար։ Չգիտեմ համաձայն ենք մենք։ Հնարավոր է համաձայնենք լեզվով, բայց եթե աղոտ կնենք, Աստված մեզի թույլ կտա, որ մենք իրոք սրտով ու հոգով էլ կարողանանք այս բանին համաձայնել։